Աստծո մեր հետ լինելը շատ կարևոր է, բայց մեր նրա հետ լինելու հարցի մեջ է ամբողջ խնդիրը լուծվում։ Եվ ում որ Աստված որոշել է, որ նա պիտի լինի իրեն համար փառքյանոտ, նա նույն ճանապարհներով է տարել։ Օրինակները շատ են։ Ով կասեր Հովսեփին, որ իհարկե այդ նման տեսանկյունից նայող կամ մտածող, ով որ մարդը կասեր, որ Աստված Հովսեփի հետ է։ Աստված Հովսեփի հետ է եւ թույլ է տալիս, որ իրեն հետ այդպես վարվեն իր հարազատ եղբայրները, եւ նա գնա եւ հայտնվի օտար մի երկրում, եւ այնտեղ վաճառվի ուրիշ մեկին եւ դառնա մեկի ստրուկը։ Արդյոք Աստված Հովսեփի հետ էր։ Եվ քիչ չէ այնտեղ այդ ստրուկ ծառա վիճակի մեջ, այդ ընթացքի մեջ լինելը քիչ չէր։ Ծանր մի զրպարտություն թույլ տա Աստված նրա անունի, նրա հանդեպ, եւ նրան հետո տանեն դնեն բանտը, հետո երկար տարիներ մնա բանտում։ Արդյոք Աստված կարելի ասել, որ նրա հետ է։ Ինչքան հակասական է հաճախ թվում, բայց մարդկային խելքի իմաստության առումով կամ դատողության առումով, որքան փոքր է, որքան անկարող է, որքան անբավարար է մեր մարդկային խելքն ու իմաստությունը հասկանալու աստվածային խոսքերն ու ճշմարտությունը։ Դրա համար է ասում Աստծո տկարը ավելի իմաստուն է բոլոր իմաստուններից աշխարհի։ Հենց այնպես չի գրված։ Եվ Աստված Հովսեփի հետ էր, բայց Աստված ինչու էր թույլ տալիս, որ Հովսեփը այդ ճանապարհով անցնի։ Ինչ նպատակ էր հետապնդում, որ Հովսեփն էլ դառնա Աստծո հետ այնպիսի մտերմությամբ, այնպիսի միաբանությամբ, այնպիսի ճանաչողությամբ Տիրոջ, որ Աստծուն էր բավարար, որ հետագայում Աստված կարողանա համապատասխան մասշտաբով, համապատասխան չափով եւ ձևով խնդիր լուծի Հովսեփի միջոցով որպես անոթ։ Մի լուրջ, շատ լուրջ հարցի լուծում կար, Հովսեփը շատ լուրջ գործիք որպես ծառայեց Աստծո ձեռքերի մեջ, որովհետև այնտեղ մի ազգի հիմք պիտի դրվեր, այնտեղ մի նոր ծննդաբանություն պիտի սկսվեր, այսինքն մի ազգի ձևավորման հիմքը պիտի դրվեր, հրյա ազգի, եւ դա պիտի սկսվեր Եգիպտոսում, եւ այդպիսի նախապատրաստություն էր պետք, եւ այդպիսի մի անոթ էր պետք Աստծո համար, եւ նման ճանապարհով պիտի անցներ այդպիսի անոթը, բայց Տերը միշտ Հովսեփի հետ էր, ամենադժվար պահերին, այնուամենայնիվ, Տերը ինչ որ բանով հիշեցնում էր, որ ես քեզ չեմ մոռացել, որ ես քեզ հետ եմ, շնորհ գտնել էր տալիս, թե դահճապետի տանը, թե բանտապետի մոտ, եւ բոլորը տեսնում էին նրա վրա Աստծո շնորհքը, Աստված չէր հեռացել նրանից, Տերը նրա հետ էր, եւ Աստծո մեզ հետ լինելը չի նշանակում, որ մենք պիտի քայլենք, որ մենք պիտի ապրենք այն ամեն ինչով առատ եւ ամեն ինչով նպաստավոր պայմաններում, ոչ, բայց Սուրբ Գիրքը այլ բան է ասում, որ Աստված երբեք թույլ չի տա, որ դու մնաս այն ինչ որ կաս, Աստված չի եկել քեզ հետ լինելու, որ քո նեղ եսասիրական ցանկություններից բխած խնդիրները լուծի եւ ծառայի քեզ, Աստված եկել է, որ քեզ դարձնի այնպիսի մեկը, որ դու կարողանաս իրեն ծառայես, Աստծուն պիտի ծառայենք մենք ենք նրա ծառաները, եւ երանի նրան, ով որ իսկապես երազում է, փափագում է, որ դառնա Աստծո ծառա, Աստծո որդի լինելը հեշտ է, գիտեք, բայց Աստծո ծառա լինելը շատ դժվար, ովքեր Աստծո որդի են, նրանք պիտի մտածեն այս ուղղությամբ եւ անհանգիստ լինեն եւ ասեն, Տեր, ես ծառատ եմ ուզում լինեմ, որդի լինելը լավ է շատ, ես երանելի եմ, բայց լինելով որդի, ես ուզում եմ քո ծառան լինեմ, այսինքն ծառայեմ քեզ, ապրեմ քեզ համար, թե չէ ինչ որդի, որ այդպես չի մտածում, որ այդպես չի սիրում ծնողին եւ չի ուզում այդպես ծառայի իր ծնողին, թող Աստված ողորմություն անի, իսկապես հասկանանք,
Ինչու է ասում ես ձեզ հետ եմ մինչև աշխարհի վերջը։ Ինչու է Տերը որոշել մեզ հետ լինի։ Արդյոք նրա մեզ հետ լինելը տալիս է մեզ իրավունք, որ մենք շարունակենք ինքներս մեզ հետ լինել եւ շարունակ լինելով հավատացյալներ շարունակ ապրել մեզ հետ, մեզ համար կամ ուրիշների, ուրիշ մարդկանց համար, թեկուզ մեր ամենամտերիմ հարազատների, արդյոք տալիս է այդ իրավունքը։ Իհարկե մենք ազատ ենք ընտրության մեջ, բայց արդարությունը մեղադրում է մեզ։ Արդարությունը, վերին արդարությունը, Աստծո արդարությունը մեղադրում է բոլոր այն հավատացյալներին, ովքեր փրկվել են, ովքեր Աստծո զավակ են արդեն, բայց դեռ շարունակում են իրենց համար ապրել, ովքեր դեռ շարունակում են այդպես անտարբեր լինել շատ կարևոր այդ հարցի մեջ, որոնք անհանգիստ չեն, ինչու Տեր, ես քեզ հետ չեմ, ինչու Տեր, դու ինձ հետ ես, բայց քո ինձ հետ լինելը չի երևում, ինչու մարդիկ չեն ասում, որ Աստված քեզ հետ է, ինչու Տեր, որտեղ եմ փակել ես, որտեղ եմ ծածկել քո երեսը, որտեղ եմ ես, Տեր Աստված, թույլ տվել այն ինչ որ պիտի թույլ չտայի, Տեր, ես չեմ ուզում այսպիսի հավատացյալ մնամ, ես ուզում եմ, որ քեզ հետ լինեմ, որ դու երևաս իմ կյանքում, Տեր, եւ ինչպես Մովսեսն ասեց, ինչպես կիմանան մարդիկ, ինչպես մենք կարող ենք զատվել ուրիշ ազգերից, կամ ինչպես կիմանան մարդիկ, որ դու, չէ որ քո մեզ հետ լինելով, քո մեզ հետ գնալով, ուրիշ կերպ չեն մարդիկ տեսնի, չեն կարա տարբերությունը իրենց եւ մեր մեջ տեսնեն, մենք ու նրանք կլինենք նույնը, թեկուզ դրսից ինչեր հագնենք, ինչպիսի հանդերձանք, ինչպիսի չգիտեմ պահված կընդունենք, չգիտեմ, թեկուզ անգամ այդ թլպատությունն էլ որպես օրենք անենք, միևնույնն է այդ ամենը չի զատի մեզ, ոչ մի բանը չի զատի մյուս ազգերից ու ժողովուրդներից, միայն քո մեզ հետ լինելը, Տերը քեզ հետ է, մի կասկածիր, այդ կասկածները գալիս են նրանից, որ դու նրա հետ չես, եւ նա չի պատրաստվում քո ծրագրերը իրականացնի, դադարիր, կանգ առ, ասա հերիք էլ չեմ գնում ես ուղղությամբ, ես քո հետևից եմ գալիս, Տեր, ինչ ուզում ես արա, Տեր, ներիր, Տեր, ես այսպես չեմ ուզում շարունակվի, օգնիր ամեն բաներից առաջ, ես քո սրբարանը մտնեմ, որ ես այնտեղ տեսնեմ իրականությունը, քո լույսի մեջ տեսնեմ, թե ինչու ես ինձ կանչել, ով եմ ես, Տեր, ինչու ինձ հանգիստ չես տալիս, որ հասկանամ, հիմա չեմ կարում հասկանալ,